is probably the greatest assemblage of countries in terms of wealth and power. Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում ստորագրելով Գազայի հատվածում խաղաղության հաստատման հռչակագիրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց չի թողնում առիթը կրկին հիշեցնելու, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խաղաղությունը նույնպես իր ձեռքի գործն է։ Դուք երկուսդ արդեն հաշտվել եք, չէ՞։ Հիմա դուք լավ հարաբերությունների մեջ եք, այնպես չէ։ 32 տարվա կռիվ էր, բայց մենք այն լուծեցինք մոտ 1 ժամվա ընթացքում, այնպես չէ։ Նրանք հիմա լավ հարաբերությունների մեջ են։ Շնորհակալություն բոլորիդ այստեղ գտնվելու համար։ Բարձրաստիճան հավաքի սկզբում էլ Հայաստանի վարչապետը ստիպված է եղել Թրամփին հիշեցնել, որ ինքը այն տղան է, Հայաստանի վարչապետը, որը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հետ ստորագրում էր հայտնի հռչակագիրը։ والاتنين زدناين أرمينيا حددنا عليك تقريبا احنا بنستخدم رقم Սա լավագույնս բնորոշում է, թե ինչ արժեք ունի Հայաստանը օգոստոսի 8-ի այդ իրադարձության համատեքստում եւ իրականում ինչ արժեքով են այն փորձում Հայաստանի Հանրության վրա վաճառել իշխանությունն ու դրա զանազան ապոլոգետները։ Ամբողջ հարցն այստեղ այն է, որ հանրությունը տոտալ վաճառվող կեղծիքն ու արհեստականությունը պարզապես երևույթ չեն։ Դրանք վտանգավոր երևույթ են, եթե վերաբերում են հարցերի, որոնք պետության համար ունեն բախտորոշ նշանակություն։ Այստեղ է գլխավոր խնդիրը, որովհետև ինքնին հասկանալի է, որ ցանկացած իշխանություն էլ փորձում է առավելագույնս PR քամել ամեն ինչից, բայց ամեն ինչից քամված PR-ը չէ, որ պարզապես անմեղ հատկանիշ է, եւ ընդհանրապես արդյունք կարող է ապահովել ներքաղաքական պայքարի մասնակից այդ կողմի իշխանության համար։ Վերլուծաբան Հակոբ Պատալյանը վստահեցնում է, երբ պետության համար բախտորոշ ճակատագրական նշանակության հարցերում է այս կամ այն ներքաղաքական նկատառումով ծավալվում կեղծիք, ուռճացում, հանրությունը կոտրվում իրականությունից, այդ ամենը պետության շուրջ կուտակում է վտանգավոր լիցքեր ու միջավայր, որին հանրային հավաքական օրգանիզմը լինում է ոչ ադեկվատ։ Ահա դա են օգոստոսի 8-ի առիթով հանրության հետ անում զանազան ապոլոգետները, ոմանք չհասկանալով, ոմանք իհարկե եւ թերևս մեծ մասը լավ էլ հասկանալով։ Շարմ էլ-Շեյխում տետատետ հանդիպումից չեն խորշել նաեւ Փաշինյանն ու Ալիևը։ Եգիպտոսյան զրույցի բովանդակությունը հայտնի չէ, սակայն կանխատեսելի։ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը նկատառում է անում, որ Թուրքիայի, Ադրբեջանի եւ մի շարք թուրքական երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ այդպես էլ չեն հասկանում, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք չկա, նաև հիշեցում է անում Փաշինյանին, որ մինչ նա Շարմ էլ-Շեյխի խաղաղության գագաթնաժողովում Պակիստանի վարչապետին հիշեցնում էր, որ վերջերս դիվանագիտական հարաբերությունների մասին ինչ-որ թուղթ է ստորագրել, այդ նույն ժամանակ Իսլամաբադում տեղի ունեցել հետևյալը։ Ադրբեջանի խորհրդարանի նախագահը եռակողմ հանդիպման բացման արարողության ժամանակ նշել է, որ Թրամփի երթուղի ծրագրի իրականացմամբ Զանգեզուրի միջանցքը Եվրասիայի կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա, իսկ Թուրքիայի խորհրդարանի խոսնակը նույն հանդիպման ընթացքում ասել է. Զանգեզուրի միջանցքի գործարկումը կխթանի տարածաշրջանի երկրների միջև տնտեսական եւ քաղաքական սերտ կապերը եւ կբարձրացնի նաեւ միջին միջանցքի ռազմավարական նշանակությունը։ Հիմա ինչ է սա նշանակում։ Քո հերթական աղետաբեր խաբեությունն է սեփական ժողովրդին, թե խաղաղության անվան տակ նոր Բախում հրահրող հարևանների անհարգալից վերաբերմունքն է Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Երկու դեպքում էլ շատ վատ է։
Ձայն բողոքի Կովկասի մամեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլա Շուքյուր Փաշասադեի խոսափողից մամեդականների հոգևոր հայրը ՄԱԳ-ի գլխավոր քարտուղարին բողոքել է հայ առաքելական եկեղեցուց եւ հայկական սփյուռքից, ըստ նրա, երբ Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքական ղեկավարությունները ձգտում են խաղաղություն կառուցել կառուցողական համագործակցության մթնոլորտում, հայ եկեղեցին եւ սփյուռքը այս գործընթացը խափանելու համար ոչնչացնող ռևանշիստական քարոզչություն են իրականացնում։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։